Կա օրենքներ, որ ընդունել են, որը դա չի համապատասխանում իրականությանը։ Ես նայում եմ տարեկան 55,000 մարդու պրավայի համար դատվածություն կավորել։ Խախտել եմ տուգանի, կամ ին վրա դատվածություն խես դնեմ, ես հանցագործեմ, որ ինչ որ կարմիր լույսի տակով անցել եմ։ Իսկ այդ դատվածության համար այդ մարդկանց վրա արդեն խաչա կաշվում։ Չեն կարող մի վիզա ստանան, չեն կարող աշխատանքի անցնեն, չեն կարող արտասահման գնան, դրանք պետք է վերացվի։ Մյուսը Մարդը այսօր տունը պահում է, դե գործ չկա, տաքսի է քշում։ Գիտնական է, հարվեստագետ է, ավարտած մարդ է, բայց իր տուն պահելու համար տաքսի է քշում, որ տան իր տունը պահի։ Սովորական մարդը գնում է գործի գալիս է, նորմալ է հիմա 13 խախտում, բայց տաքսիստ առօրվանից իրիկուն փողոցում, այս կարգավիճակում, այս պրոբկաների մեջ քշում է։ Նրան է պետք է 20, 25, 30։ Մարդը եթե գնաց տունը, նստեց, այդ միակ իր ապրուստն է։ Դրանով է իր տունը պահում, ասենք, այսօր 20%-ը տաքսի է քշում իր տունը պահելու համար։ Բայց մարդու տունով է պահելու։ Արդարացիա չէ, որ սովորական մարդը թող 13-15 լինի, իսկ տաքսիստինը 30 լինի։ Որ գոնե մարդուն հնարավորություն տաս իր մասին մտածես։